Մոտ 1.5 տարի առաջ ձևավորված քննչական կոմիտեի նոր մասնաշենքերի հիմնական մասը կառուցում է Ագաթ 777 ընկերությունը, որի հիմնադիրներից է կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ղեկավարած Նիկ Ապարան հայրենակցական միության նախագահության անդամ Աղվան Կարապետյանը։ Ըստ հրապարակված փաստաթղթերի, վերջին 2 տարիներին այս ընկերությանը առանց բաց մրցույթի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դրամ կամ շուրջ 2.5 միլիոն դոլար է փոխանցվել կոմիտեի շինարարական աշխատանքների համար։ 2 ամիս առաջ կնքված պայմանագրով Ագաթ 777 ընկերությունն ավելի քան 90 միլիոն դրամով պարտավորվել է իրականացնել քննչական կոմիտեի Գարեգին Նժդե փողոցի վրա գտնվող մասնաշենքի վերակառուցման աշխատանքները։ Կրկին առանց բաց մրցույթի այդ ընկերությունն իրականացրել է նաև քննչական կոմիտեի գլխավոր մասնաշենքի կառուցումը։ Այդ նպատակով Ագաթ 777-ի հետ կնքվել է ընդհանուր առմամբ մոտ 1 միլիարդ դրամի կամ շուրջ 2 միլիոն դոլարի 2 պայմանագիր։ Նույն ընկերությունն է վերակառուցել նաև քննչական կոմիտեի մարզային 3 մասնաճյուղերը։ Բացի շինարարական աշխատանքներից, Ագաթ 777 ընկերությունը քննչական կոմիտեին անցած տարվա դեկտեմբերին նաև ավելի քան 60 միլիոն դրամի կահույք է մատակարարել։ Այս գործարքից 1 ամիս առաջ Հայաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել նույն ընկերության տնօրեն Աղվան Կարապետյանի դեմ, փաստաթուղթ կեղծելու մեղադրանքով։ Դատախազության փոխանցմամբ հարուցումից 1 տարի անց գործը դեռ նախաքննության փուլում է, այն քննում է հատուկ քննչական ծառայությունը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանն անհասկանալի է համարում, թե ինչպես կարող է այս ընկերությունը նման իրավիճակում շարունակաբար պատվերներ ստանալ։ Առնվազն արտառոց է, երբ որ մի ֆիրմա գտնվում է ինչ-որ խոշորացուցի, այսպես ասած, ներքո, որ կասկածներ կան, եւ այդ ֆիրման շարունակում է հաղթել, հա։ Փորձագետն ասում է, որ ֆինանսների նախարարությունն ունի ոչ բարեխիղճ կազմակերպությունների սև ցուցակ, որոնք որոշակի ժամանակով զրկվում են պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից, սակայն սա եւս երբեմն շրջանցվում է։ Որտեղ օրինակ CPS հայտնի է, այսպես ասած, ընկերությունը, որ բենզին է մատակարարում, ինքը սև ցուցակ էր, բայց հաջորդ օրը գնում է նոր ֆիրմա է գրանցում, էլի CPS-ի ընդհանրենք մեկը ՍՊ էր, հիմա ՓԲ է, հա, եւ էլի շարունակում է մասնակցել այս։ Քննչական կոմիտեի համար շինարարության պատվերների մեծ հասանելի բոլոր պայմանագրերը Ագաթ 777 ընկերության հետ կնքվել են 1 անձից գնման եղանակով, առանց բաց մրցույթի։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի տվյալներով 2014-ին պետական գնումների 70%-ն իրականացվել է հենց այդ եղանակով։ Չնայած ըստ կազմակերպության փորձագետի հաճախ կա եւ բավարար ժամանակ եւ այլընտրանք բաց մրցույթի անցկացման համար։ Մարդկանց համար ամենահեշտ ձևը դա 1 անձն է, որ ինքը ոչ մրցույթի ինչ-որ գիտելիքներ ունենա ոնց է իրականացնում, մի համար հեշտ է նստում 1 անձ անում ու իհարկե դրանից բխող նաև սուբյեկտիվ գործոնը, որ 1 անձը ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենառիսկային գործիքն է, որով որ նաև որոշակիորեն մարդիկ կոռուպցիոն հետաքրություններ կամ շահեր են հետապնդում։ Արտակ Մանուկյանի գնահատմամբ նախորդ կառավարության համեմատ գնումների ոլորտում իրավիճակը վատ թարացել է։ Թափանցիկության մասով ընդհանրապես կա բավականաչափ հետընթաց, ավելին ասեմ, նույն 1 անձի գծով որ ասեմ, տվյալների մուտքագրման նկատմամբ ընդհանրապես պատշաճ հսկողություն չկա։ Հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն 2014-ին առանց բաց մրցույթի իրականացվել է 178 միլիարդ դրամի պատվեր։ Զեկույցում նշվում է, որ 2014-ին պետական գնումների շուկայում նկատվում է կայուն միտում։ Գնումների հիմնական մասը իրականացվում է ոչ մրցակցային հիմունքներով, ինչը մեծացնում է ընտրվող մասնակցի կախվածությունը պատվիրատուից։